Ուր են 300,000 ադրբեջանցիները։ Մինչ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը այսօր խորհրդարանում այս հարցներ հնչեցնում, Նախիջևանի Օրդուբադ քաղաքում այդ նույն րոպեներին ընթանում էր այսպես կոչված վերադարձ արևմտյան Ադրբեջան 3-րդ փառատոն համաժողովը, որին մասնակցում էին նաև գիտնականներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Բաքուն արևմտյան Ադրբեջան է անվանում Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը։ Համաժողովի ժամանակ ադրբեջանցիները ոչ միայն Հայաստան իրենց վերադարձի ցանկությունից խոսեցին, այլ նաև հստակ պահանջներ, ուղիղ սպառնալիքներ հնչեցրին Երևանի հասցեին։ Ադրբեջանի պետական լրատվամիջոցները Երևանից պատառիկներ են ներկայացնում միջոցառումից։ Ղարաբաղից հետո հաջորդ նպատակը Զանգեզուրն է։ Çünkü Zengezur yolu buradan başlayacak. Mən Göyçəli gəliniyəm. Հուսով եմ, շուտով կհանդիպենք նաև Գյոչայում, Աստծո կամոք։ Yəqin ki, tezliklə Göyçədə də görüşəcəyik sizlərlə. Ադրբեջանցի լրագրողները այս մարդկանց ներկայացնում են որպես միջոցառման մասնակիցներ, որոնք հուշեր ունեն անցյալից։ Արևմտյան Ադրբեջանի համայնք կազմակերպության նախագահ եւ Ադրբեջանի Միլի Մեջլիսի падգամավոր Ազիզ Էլեգբերլին ավելի հեռուն գնաց։ Լավ կլինի, եթե Հայաստանի ղեկավարությունը, քանի դեռ ուշ չէ, ընդունի այս իրողությունը եւ համաձայնություն տա ապահովի, որպեսզի այդ մարդիկ խաղաղ ճանապարհով վերադառնան իրենց հայրենի բնակավայրեր։ Հակառակ դեպքում բնականաբար ցանկացած այլ եղանակով այդ մարդկանց վերադարձը իրենց նախնիների հայրենիք անխուսափելի է։ Əks təqdirdə Օրդուբադում էր նաև ազգային ժողովի փոխնախագահ Զիյաֆետ Ասքերովը։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում երեկ էլ իր ելույթում նա հայտարարել էր մեջբերեմ նոր իրողությունների պայմաններում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արևմտյան Ադրբեջանի հարցը սահմանել է որպես ազգային օրակարգի կարևոր ուղղություններից մեկը։ Խոսքը պարզապես մեր հողեր վերադառնալու, այնտեղ ապրելու, նախնիների հայրենի բնակավայրը վերադառնալու եւ մեր կյանքը շարունակելու մասին է։ Իդեպ բարձրաստիճան պաշտոնյան այս հարթակն էլ բաց չթողեց եւս մեկ անգամ հիշեցնելու հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը ստորագրելու Բաքվի պահանջը փոխել Հայաստանի սահմանադրությունը։ Bugün Azərbaycan və Ermənistan arasında Ադրբեջանի եւ Հայաստանի միջև նոր հարաբերությունների ձևավորման հնարավորություններ են ստեղծվում, սակայն դեռ կան իրավական հարցեր, այդ թվում Հայաստանի սահմանադրությունից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացումը։ Եթե այդ գործընթացները տեղի ունենան, կբացվեն նոր հնարավորություններ քաղաքական, տնտեսական եւ մարդասիրական համագործակցության համար։ Նպատակն է Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության եւ կայունության ապահովումը։ Ադրբեջանը շարունակելու է իր քաղաքականությունը առաջնորդվելով ազգային շահերով։ Զիյաֆետ Ասքերովի խոսքերը մեջբերելիս ադրբեջանցի լրագրողը նաև ընդգծում էր, վերադարձի հայեցակարգը ներառում է 100,000-ավոր մարդկանց անվտանգ եւ իրավական վերադարձը։ Այո, մենք փակել ենք 500,000 հայ-ադրբեջան վերադառնալու թեման եւ դրանով իսկ փակել ենք ադրբեջանցիների վերադառնալու թեման։ Չնայած Բաքվից արդեն տևական ժամանակ հնչող պահանջին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակաբար պնդում է. խաղաղության հաստատմամբ փակում են եւ Ղարաբաղյան շարժումը եւ արևմտյան Ադրբեջան կոչվող հարցը։ Քարոզարշավի ամբողջ ընթացքում հնարավոր բոլոր առիթներով այս մասին բարձրաձայնող Փաշինյանը մեղադրում է ընդդիմությանը, մասնավորապես ուժեղ Հայաստանին 300,000 ադրբեջանցիների Հայաստանում բնակվելու թեման բորբոքելու համար։ Միլի Մեջլիսում ներկայացրել են ազգային ժողովում, համակարգում է, ֆինանսավորում է անձամբ նախագահի աշխատակազմի ղեկավարը Ադրբեջանի։ Ու մինչ այս թեման Փաշինյանին հաճախ դրդում է էմոցիոնալ ելույթների, Բաքվից շարունակում են ամենաբարձր մակարդակով թեժացնել այն։ Ադրբեջանական Օրդուբադում երեկ երկրի կրթության եւ գիտության նախարար Էմին Ամրուլաևը հստակ ուղերձ է ուղղել գիտական եւ կրթական հաստատություններին։ Naxçıvan Dövlət Universitetinin rolunu xüsusi Արևմտյան Ադրբեջան թեման դարձել է կրթության եւ գիտության հիմնական ուղղություններից մեկը։ Նախարարության կողմից պատրաստվող կրթական ռեսուրսները եւ ուսումնական նյութերը բաց են հասարակական քննարկման համար։ 300,000 ադրբեջանցիների թեման մեջ տեղ բերել նշանակում է Հայաստանի պետական շահի դեմ գործել։ Այս մասին մեկ անգամ չէ, տարբեր հարթակներից եւ տարբեր հնչերանգներով հայտարարել Նիկոլ Փաշինյանը։ Բաքվից ըստ էության այսօր ազգային ժողովի փոխոստնակ Ասքերովի մակարդակով են արձագանքել։ Ինչպես նշել է պարոն նախագահը, մենք ցանկանում ենք այնտեղ գնալ միայն խաղաղության դրոշը ձեռքին։ Խաղաղության մասին խոսելիս պաշտոնական Բաքուն շարունակում է պայմաններ առաջ քաշել։
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը մոտ 1 ամիս առաջ էր Ազատությանը հայտնել, որ Նախիջևանում վերադարձ արևմտյան Ադրբեջան փառատոն կոնգրեսի անցկացումը չի տեղավորվում խաղաղության գործընթացի մեջ։ Կարծում եմ, որ դա այո, տենց չի նպաստում առնվազն խաղաղությանը։ Արտգործնախարարությունից այսօր կարճ արձագանքեցին Օրդուբատում անցկացվող եւ հայկական կողմի գնահատմամբ խաղաղությանը չնպաստող թեմայով միջոցառմանը։ Խնդրի վերաբերյալ արտգործնախարարության դիրքորոշումը հնչեցվել է տարբեր առիթներով, այդ թվում նախարարի մակարդակով, փոխանցեց արտգործնախարարության խոսնակը։